Հարցը ստեղ այդ շղթայի մասին։ Պահելով Ալիևին, ռուսները եւ իրանացիք պահում են Էրդողանին, այսինքն հիշեցնում են Էրդողանին, որ հələ հետ կանգնի բոլոր քո երազանքներից նեոօսմանիստական, պանթյուրքիստական հետ կանգնի, դու ստեղ, այսինքն ենթադրենք քեզ երևանցիք հանձնել են Զանգեզուրը, Սյունիքով հանդերձ, բայց հետո Կասպիցը կա։ Հիշեցումը եղել է այդ առումով։ Ու Կասպիցով մենք քեզ թույլ չենք տա անցնես։ Էրդողանը ստիպված է զեկուցումը Լոնդոնին։ Այ MI6-6, MI6-5, երկրորդի մասին մոռացել ենք լոնդոնյան կենտրոններից։ Այո։ Բալիկներ, ես վիճակի չեմ Կասպիցը տիրապետել, իմ անվան տակ չի ստացվի։ Էրդողանի հիմիկվա պատասխանը Լոնդոնին։ Այդ դեպքում պետք է Իսրայել-Իրան նոր պատերազմ։ Ճիշտ է։ Դրա համար Իրանը պատրաստվում է, զինվում է եւ Չինաստանից, եւ Ռուսաստանից։ Դրա համար նոր Իրանում գնում է համապատասխան քարոզչություն բնակչության շրջանում, որ պատրաստ եղեք նոր պատերազմի, նոր զրկանքների, ու Իրանում բնակչությունը շատ հեշտ ու հանգիստ արդեն ասում է, այո, այդ սանկցիոն պատժամիջոցների ռեժիմը արևմուտքի կողմից մեզ համար զարմանալի չէ։ Տեսեք, եկամի տարբերությունը։